Ինչ են արել նեոլիբերալները եւ ինչ է իրանց մտադրությունը։ Նրանք ասում են, որ Հայաստանում պետք է պահենք ցածր աշխատավարձ, որպեսզի հայկական ապրանքները լինեն մրցունակ։ Մենք դրան դեմ ենք, ասելով, որ աշխարհում կան երկրներ, որտեղ աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում, օրինակ նույն Չինաստանը, եւ ցածր աշխատավարձով մրցել դու իրանց հետ չես կարող։ Միաժամանակ կան նաեւ երկրներ, եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատավարձը շատ բարձր է, սակայն իրանք կարողանում են որակյալ եւ մրցունակ ապրանք ներկայացնելով մրցակցել։ Այսինքն կարևորը ոչ թե աշխատավարձն է, այլ այն, թե ինչ ես դու ներկայացնում։ Այս քաղաքականության արդյունքում, ցածր աշխատավարձի քաղաքականության արդյունքում Հայաստանի բնակչությունը լքեց երկիրը։ Մարդիկ լքեցին, որովհետև կենսամակարդակը շատ ավելի ցածր էր։ Բերեմ թարմ օրինակ ադամանդագործությունը, որը կառավարությունը փորձում էր խրախուսել, անկում ապրեց։ Անկում ապրեց եւ շատ ու շատ ադամանդագործներ, մասնագետներ հայտնաբերեցին, որ դուրս իրենց աշխատանքի դիմաց վճարում են մի քանի անգամ ավելի շատ, քան Հայաստանում, եւ իրանք թողեցին եւ Հայաստանը լքեցին։ Այսինքն միանշանակ է, որ ցածր աշխատավարձով դու որակյալ աշխատուժ չես կարող ունենալ։ $100 աշխատող քաղաքացին չի կարող տալ այնպիսի որակյալ արտադրանք, որով դու հպարտանաս ամբողջ աշխարհում։ Եվ ավելին ասել, բոլոր մասնագետները կթողեն եւ կգնան։ Եվ այդ կուրսը փաստորեն աջակցություններ, ոչ պաշտոնական աջակցություններ հարուստ խավին, որը ի վիճակի է շահագործել աշխատավորին ցածր աշխատավարձով։ Մենք ասում ենք, դա սխալ ճանապարհ է։ Հակառակը վարեք բարձր աշխատավարձի քաղաքականություն, վարեք որակյալ աշխատուժի քաղաքականություն։ Այսօր Ռուսաստանում էլ է ճգնաժամ։ Վարեք այնպիսի տնտեսական քաղաքականություն, որպես այն քաղաքացիները, որոնք մեկնել են Ռուսաստան բնակության եւ աշխատանքի եւ գումար են ուղարկում Հայաստան, ինչպես նաեւ այն քաղաքացիները, իսկ դրանք տարեկան 80-ից 100,000 են, որոնք սեզոնային աշխատանքի են գնում, այսինքն գնում են աշխատում եւ մի քանի ամսով եւ վերադառնում։ Նրանք իրենց այդ աշխատավարձը գտեն Հայաստանում, որովհետեւ Ռուսաստանում էլ իրենց եկամուտը շատ ցածր է, այնքան բարձր չի, որքան կարծում են շատերը։ Եվ եկեք աշխատատեղեր ստեղծենք Հայաստանում, մատուցենք որակյալ ծառայություններ եւ արտադրենք որակյալ եւ մրցունակ ապրանքներ եւ պրոտեկցիա անենք նայենք ներքին շուկան, տեղական արտադրողին եւ միայն պատկերացրեք թեկուզ այն 4 միլիարդը, որ կա, ներկրվում է, դրա մի մասը սկսի Հայաստանում արտադրվել։ Դրա կեսը, եթե Հայաստանում արտադրվի, դա $2 միլիարդ է, դա նշանակում է, որ $2 միլիարդ ապրանք ստեղծվի, հարկ կվճարվի, աշխատող կաշխատի, ընտանիքներ կստանան եկամուտ։ Այնինչ այսօր մենք մեր աշխատավորներին փաստորեն արտաքսում ենք Հայաստանից դուրս աշխատելու համար եւ գումարը, իրենց ուղարկած գումարը ուղարկում ենք նորից հետ արտերկիր, հարստացնելով ուկրաինացուն, ռուսին, եվրոպացուն, չինացուն, թուրքին, այսինքն այն երկրների քաղաքացիներին, որոնք ներկրում են Հայաստան ապրանքներ։ Ընթանում է փաստորեն այլ երկրների հարստացման գործընթաց եւ մեր քաղաքացիների արտագաղթ։